Կաշենի հանքավայրի շահագործման նախապատրաստական ծրագիրը 1,5 տարի առաջ է մեկնարկել։ Հանքափորներն այսօր շարունակում են հորատման աշխատանքները, զուգահեռ կյանքի կոչելով հանքարդյունաբերական համալիրի կառուցումը։ Մասնագետներն այստեղ 56 միլիոն տոննա պաշար են հայտնաբերել, բայց դա վերջնական պատկերը չէ։ Հուսով են ժամանակի ընթացքում նոր աղբյուրներ կհայտնաբերվեն։ Մենք հույս ունենք, որ կավելանան այս պաշարները եւ մենք նաեւ կավելացնենք արտադրողականությունը։ Բոլոր դեպքերում խոսքը գնում է տասնամյակների երկարատև հաստատուն կայուն արտադրության եւ արտադրական մշակույթի առկայության մասին։ Եվ շինարարությունն է գնում եւ դրան զուգահեռ արդեն իսկ ստանում ենք ամբողջ աշխարհից մատակարարվող ժամանակակից սարքավորումներ։ Հույս ունենք, որ մինչև 15 թվականի ավարտը կվերջացնենք կապիտալ շինարարությունը, սարքավորումները կտեղադրենք եւ կիրականացնենք փորձնական գործարկում համալիրի։ Կաշենի հանքավայրից հեռու չէ Վարդաձորը։ Գյուղի 7 բնակարան հայտնվել է հանքավայրի սանիտարական գոտում։ Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնամուխ է եղել Նորթաղամասի կառուցման աշխատանքներին։ Երկու ընտանիք նախընտրել է տան փոխհատուցումը ստանալ։ Մյուսները տեղափոխվել են ժամանակավոր կացարան։ Եվ ահա մոտ 1 տարի հետո Վարդաձորի Նորթաղամասի պաշտոնական բացումն է։ Ներկա է նաև Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Գյուղից հանքումը աշխատում է 30 հոգի մոտորը, այս պահի դուրսությամբ։ Ինում է 29, 30, 35 հոգի աշխատում են հիմա եւ բարձր աշխատավարձ են ստանում եւ գլխավորը համայնքում ինչքան բնակ ինչքան բոլոր աշխատանքով ապահոված են ամեն գլխավորը դա է որ կայուն աշխատավարձ յուրաքանչյուր ընտանիք մտնում է։ Նոր առանձնատներում ուրախ եւ երջանիկ կյանք։ Վալեքս խմբի ընկերությունների նախագահի բարեմաղթանքն է։ Վալերի Մեջլումյանը բանալիներն է հանձնում։ Ընկերությունը նաև սառնարաններ ու Վարդաձորի եւ Ճանկաթաղի համայնքի փոքրիկների համար տոնական նվերներ է նախատեսել, բայց ամենամեծ նվերը բնակարանամուտ տոնող ընտանիքներին է։ Մնում է կրկին ծառ տնկել ու հողը պատրաստել մշակման։ 2 տարուց հետո խոսքում տամ ոսը ներքևի մասում է եղած, ներպես ստեղել լինի։ Երկու տղաս ամուսնացան, ամուսնացնեք ես նոր տանը ուրախություն լինի, որ ուրախությունը մեզ տոնը քնալի։ Լրիվ մնա հետեւում։ Ին տանը պայմանները լավ չէր, հիմա պայմանները ավելի լավացել է։ Բեզմեթլս ընկերությունը նաև հանքավայրի սանիտարական գոտում հայտնված հողամասերի փոխհատուցումն է տրամադրել։ Այսօր շարունակում են հանքավայրի շահագործման բնականոն աշխատանքները։ Դրանք երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում են։ Իրականացվում է մեծածավալ շինարարություն, որի նպատակն է կարճ ժամանակահատվածում տեղում կառուցել բոլորովին նոր գերժամանակակից հանքարստացուցիչ համալիր, որը նախնական փուլում կունենա մոտավորապես 2 միլիոն տոննա տարեկան վերամշակման, հանքաքարի վերամշակման հնարավորություն։ Բակո Սահակյանը կարևորել է Լեռնահանքային համալիրի նշանակությունն Արցախի տնտեսության զարգացման գործում, նշելով արտադրական հզորությունների ընդլայնմանը զուգահեռ աշխատակիցների սոցիալական եւ կենցաղային պայմանների բարելավման անհրաժեշտությունը։ Նարեկ Սահակյան, Մհեր Մկրտչյան, օր